Բարեզես այսօրվա մարտի 9-ին ամյուն հաղորդաշար երթական հաղորդումը վերնագրել են Դեղնակակուլը, Անմահ Կաշե և Բրեմենյան երաժիշտները, բայց նախքան թեմային անցնելը բաժանորդագրվեք, խնդրեմ իմ Մամասի Ավանես YouTube ալիքին, կոչես ուղղված է դրանց, որոնք նայում են իմ հաղորդումները, բայց դեռ չեն բաժանորդագրվել, իսկ նրանք, որոնք բաժանորդագրված է և նայում են իմ հաղորդումները, այս հաղորդումները թե հավանեցիք, ապա դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Մամասի Ավանեսյան YouTube ալիք ավելի է տարածվում։ Իսկ հիմա ասնեմ բույնյութին, այսպես Դեղնակակուլը, Անմահ Կաշե և Բրեմենյան երաժիշտները։ Դե Դեղնակակուլի ու Անմահ Կաշեի մասին կարծում եմ արդեն հասկացաք խոսքի մասին է։ Ինչ վերաբերում է Բրեմենյան երաժիշտներին, ապա ըստիս Բրեմենյան երաժիշտները ներկայիս Եվրամիության խորհրդանշական պատկերն է։ Հիմա շատ է խոսվում այն մասին, թե կկարողանա արդյոք Եվրոպան ամերիկյան այդ զանազան օգնության պայմաններում ապահովել ինքն իրեն, ապահովել այն օգնությունը, որ տրամադրում է Ուկրաինային, միաժամանակ նաև ապահովելով իր սեփական անվտանգությունը։ Հիմա թերևս վաղ է խոսել այն մասին, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները այլևս դաշնակից չեն Եվրոպայի համար։ Սա ըստիս ժամանակավոր է, համոզված եմ, սա դեռ ինչ-որ զգացմունքային էմոցիաներ են Դեղնակակուլի կողմից, որը ժամանակի ընթացքում կամ նա պետք է ստիպված վերադառնա քաղաքակիրթ քաղաքականություն, կամ թե չէ նրանով կզբաղվեն ամերիկացիները, այն ամերիկացիները, որոնք քվեարկել ընտրել են այդ մարդուն։ Գիտեք, այստեղ է, որ նույնիսկ գալիս ես այն մտքի, որ ժողովրդավարությունը կառավարման այնքան էլ լավ ձև չի, նույնիսկ վատ ձև է, թեպետ մարդկությունը դրանից ավելի լավ կառավարման ձև դեռ չի հորինել։ Մյուս ձևերը դրանք դիկտատուրաներն են, կայսրությունները եւ այլ եւ այլ, միապետությունները, բայց այնուամենայնիվ ժողովրդավարության պայմաններում էլ, ընտրության պայմաններում էլ իշխանության են գալիս մարդիկ, որոնք ինչ-որ ժամանակով փոխում են ինչ-որ ընթացքը, ոչ ոք չի կարող ասել, որ օրինակ 32 թե 33 թվականին, հիմա կներեք քիչ կարող է խառնեմ, ժողովրդավարական ընտրություններով իշխանության չեկան Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստները Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ։ Եվ այն ժամանակվա քրոնիկաների վրա ամբողջ Գերմանիան ազգը այս լացակումած, հիստերիկ, ձեռքերը վեր պարզած հայ Հիտլեր էին կանչում։ Հետո մի քանի տարի հետո, հիմա արդեն հետո պատերազմից հետո, երբ Գերմանիան ջախջախվեց, շատերը խուսափում էին նույնիսկ այդ տարիները հիշել։ Դրանից հետո էլ, ասենք, ոչ միայն Գերմանիան, ասենք նույն ժամանակներում ժողովրդավարական ընտրություններով, ասենք, օրինակ իշխանության եկել Օրբանը Հունգարիայում կամ Ֆիցոն Սլովակիայում, որոնք որ այսօր ընտրվելուց հետո եւ նույնիսկ ընտրվելուց առաջ իրենց քարոզարշավների ժամանակ ավելի շատ պրոռուսական դիրքերից էին հանդես գալիս եւ չնայած լինելով Եվրամիության անդամ, քննադատորեն էին մոտենում եւ եվրոպական բյուրոկրատիան էլ հիմա էլ նույնիսկ արդեն այն պայմաններում, երբ թե Հունգարիան եւ թե Սլովակիան ամեն դեմ են հանդես գալիս որոշ նախաձեռնությունների Ռուսաստանի դեմ սահմանվելիք պատժամիջոցների, այնուամենայնիվ շարունակում են պահել չեն բարձրացնում, թե եղբայր չես ուզում, քեզ ոչ ոք չի պահում այստեղ։ Չնայած նրանք էլ մի քիչ ճամարտակում են, մի քիչ դեմ են խոսում եւ այլ, բայց ինչ որ բան փոխելով հետո այդ արգելքները հանում են։
Հիմա վերադառնալով նորից Միացյալ Նահանգներին, ապա այնուամենայնիվ ես չեմ հավատում այն մեծ ժողովուրդը, որ ինձ ներկայացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը որ մարդու իրավունքների ժողովրդավարության առաջամարտիկի դերում է, հանկարծապես հեշտ ու հանգիստ կվերցնի եւ կհրաժարվի դրանից։ Ոչ, դա ստիս այնուամենայնիվ ժամանակավոր է։ Դեպետ այդ ժամանակավոր ընթացքը շատ հմտորեն օգտագործում է այսօրվա անմահ կաշի նստած է Կրեմլում։ Ամեն Ռուսիայի իմաստունը գիտեք, այնպես պարադոքսը նրանում է, որ ինքնահավան դերնակակուլը, ինքնասիրահարված ավելի շուտ դերնակակուլը ըստիս թվես հավատում է, թե ինքն է դերության տերը, այնինչ նրան մանիպուլացնում է Կրեմլից։ Հիմա նա գիտակցաբար է դա անում, թե ոչ գիտակցաբար, չնայած չեմ կարծում, որ այդքան էլ անգիտակցաբար է անում, եւ ստիպված է անում, որովհետեւ նրանք ըստ որոշ աղբյուրների հենց ռուսական հատուկ ծառայությունների աղբյուրների նրա այդ ժամանակին դա շատ երիտասարդ ժամանակ խորհրդային միության այցելությունների ժամանակ նա հետ աշխատել է։ Դրան փաստեր չկան, բայց քանի որ այդ մասին խոսում են նախկին սովետական ՊԱԿ-ի աշխատողներ, գուցե այստեղ ինչ-որ մի բան կա։ Ինչևէ, ամեն դեպս ապացույց չկա, բայց ցենտրալություններ կան։ Եվ համենայն դեպս նրա բառապաշարը եւ նրա թիմի բառապաշարը շատ գրեթե նույնն է, ինչ որ ռուսական քարոզչամեքենայի, նույն ասենք Պուտինի։ Եվ նույնիսկ այս պայմաններում նա Ուկրաինայի նախագահին է հայտարարում դիկտատոր, որովհետև ընտրություններ չի անցկացրել։ Լավ էլ հասկանալու, որ այդ երկիրը պատերազմական վիճակում եւ պատերազմական վիճակում եւ երկրի մի մասն էլ արդեն ագրեսորը օկուպացրել է եւ հայտարարել է իր տարածք, պես անհնար են եւ նույնիսկ այդ երկրի սահմանադրությամբ պարզապես չի թույլատրվում անցկացնել հերթական նախագահական ընտրություններ։ Չեմ կարծում, որ չգիտի, բայց կրկնում եմ, ասենք ռուսական կողմի այս բառապաշարը։ Ավելին ոչ միայն կրկնում է, որ Ուկրաինայի նախագահ դիկտատոր, այլև մեղադրում է Ուկրաինային, թե ինչու նրանք պատերազմ հրահարեցին։ Նույն ռուսական, ասենք, ծրագիրն է։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ կրկնելով ռուսական բառապաշարը միաժամանակ դեղնակակուլը, երբ անընդհատ նախընտրական պայքարի ժամանակ հայտարարում էր, թե եւ հենց նախագահ դառնա 24 ժամից պատերազմը կդադարեցնի, նախագահ դառնալուց հետո հայտարարեց, որ մի շաբաթ, 10 օր, հետո մի ամիս, հիմա չգիտեմ ինչ։ Սա եւս մեկ անգամ հաստատում է այն հայտնի արտահայտությունը, որ երբեք այդպես չեն ստում, ինչպես նախընտրական քարոզչության ժամանակ կամ պատերազմներից առաջ։ Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ դարձավ նախագահ եւ անմիջապես զանգահարեց նրա հեռախոսազրույցը համայն Ռուսիայի իմաստունի հետ, որը որակեցին շատ դրական քայլ, ռուսականները մանավանդ շատ որոշ քաղաքագետներ, մեկնաբաններ նշեցին, որ սա տրամպլին էր, այո, տրամպլին էր Պուտինի համար մեկուսացումից դուրս բերեցի։ Կրեմլը դրանից գոհ էր։ Եվ թեպետ Ամերիկայի նախագահին թվում է, թե ինքն է դրության տերը, կրկնում եմ, նրան թվում է, այնինչ իրականում նրան մանիպուլացնում են Կրեմլից։
առայժմ գոնե հաջողվում են դա իրականացնել, որովհետև նույնիսկ այն պայմաններում, երբ Սպիտակ տունը որպես վճռական հայտարարում է, որ ինքը վճռական է այդ Ուկրաինային պատերազմը դադարեցնելու հարցում, հիմա արդեն խոսք է գնում, որ երկու օր հետո Ռիադում նորից բանակցություններ են տեղի ունենալու ամերիկա-ռուսական պատվիրակությունների միջև, այս անգամ պատերազմը Ուկրաինայում 6 ամսով դադարեցնելու համար։ 6 ամսով պատերազմը դադարեցնել ինչ է կարծում ում է ձեռնտու Մոսկվայի ուժերը հավաքելու, վերադասավորելու, վերաբաշխելու։ Բնականաբար Ուկրաինան էլ այդպես վնաս չի լինի, որպեսզի չկրակեն, կրակը դադարեցի, որտեղ մարդիկ հանգստանան, մի քիչ Ուկրաինան էլ կարողանան ուժեր հավաքել, բայց սա պատերազմի վերջ չի։ Ընդհակառակ դա այդ 6 ամսյա դադարը հղի է ավելի ծավալուն էսկալացիայով։ Եվ բանակցություններից առաջ, երբ Թրամփը նորից հայտարարում է, թե ինքը շատ մեծ դրական ազդակներ է ստացել Կրեմլից եւ ինքը մեծ հույսեր ունի այդ առաջընթացի հարցում, ես չգիտեմ ինչ ազդակների մասին է խոսքը, բայց ընդամենը 3-4 օրը Համայնքների իմաստունը կրկնեց այն, ինչ որ ասել է, այսինքն մի չունի դադարեցնելու պատերազմը նախ եւ պատերազմը դադարեցնելու, նույնիսկ կրակը դադարեցնելու նախապայմանը Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի, Խերսոնի մարզերից ուկրաինական զորքերի լրիվ լիակատար դուրսբերումն է, պատկերացնում եք։ Եվ միաժամանակ այն դեպքում, երբ որ նախապատրաստվում են բանակցություններ, իբր հարցի կարգավորման շուրջ Ռուսաստանը ամեն օր եւ նույնիսկ այս գիշեր զանգվածային հարձակումներ իրականացրել ուկրաինական քաղաքների վրա, ասես բալիստիկ հրթիռներով, եւ կան զոհեր, ավերածություններ, տասնյակ վնասված շենքեր, այսպես խաղաղ բանակցությունների չեն գնում։ Եվ եթե Սպիտակ տանը սա չեն նկատում, ուրեմն կրկնում եմ, կամ պետք է նկատեն վերջնանիրենց այդ էմոցիաներից, կամ թե չէ, այսպես ասենք, նույն այն ամերիկացիները, որոնք ձայն են տվել ներկայիս վարչակազմին, պետք է զբաղվեն, հաստատ կզբաղվեն արդեն այդ նոր վարչակազմում։ Նորից կրկնեմ, որ առացիորեն 2-3 օր առաջ Ռուսաստանի նախագահը Լավրով Ռուբիո բանակցություններից ավելի քան 2 շաբաթ անց հրապարակել է Ուկրաինայում կրակի դադարեցման իր պայմանները, պատկերացնում եք, Լավրովն ու Ռուբիոն պետքարտուղար Ամերիկայի պետքարտուղար Ռուբիոն բանակցություններ են վարում, որ իբր թե հույսեր են ներշնչում, թե Ուկրաինայում խաղաղություն է հաստատվելու, պատերազմը դադարելու, բայց այն դրանից 2 շաբաթ անց հետո նորից համայնքների իմաստունը հայտարարում է, կրկնում եմ, բառացիորեն հետևյալը. պայմանները ուկրաինական զորքերի դուրսբերում Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի, Զապորոժիեի մարզերից, ՆԱՏՕ-ին անդամակցությունից Ուկրաինայի հրաժարում, այսինքն նաև սա նշանակում է, որ Ռուսաստանը դեմ է ցանկացած այդ պայմանավորվածությունների պարագայում պես երաշխիք Ուկրաինա խաղաղարար ուժեր տեղակայելու։ Դրանով մերժում է նաև այդ հարցը։ Այն դեպքում, երբ եվրոպական շատ երկրներ արդեն Ֆրանսիայի առաջինը Ֆրանսիան առաջարկեց խաղաղարար ուժեր ուղարկել Ուկրաինա, արդեն նրան միացել են Անգլիան, Լեհաստանը, Նիդերլանդները։
Եվ գիտեք ինչ, վերջին հաշվով ամեն ռուսո իմաստունի հայտարարությունը, այս հայտարարությունը ես նշեցի, ոչ այլ ինչ է, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հրապարակային ստորացում, նվաստացում։ Եվ այս ընդհանուր ֆոնի վրա, կրկնում եմ, Եվրոպան հիմա պետք է ոչ թե պետք է մտածել, այլ լրջորեն հիմա եվրոպական տերությունների ղեկավարների միջև կոնսուլտացիաներ են գնում ռազմաքաղաքական ստրուկտուրաներ կառուցելու եւ եվրոպական միջուկային հովանոցը ավելի զորացնելու ուղղությամբ։ Ըստ որում հենց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ ինքը պատրաստ է ֆրանսիական միջուկային հովանոցը տարածել բոլոր այն երկրների վրա եվրոպական, որոնք կարող են լինել Ռուսաստանի սպառնալիքի տակ։ Այսպիսին է իրավիճակը։ Եվ հուսալ, թե ինչ-որ Ուկրաինայում խաղաղությունը մոտ է, պատերազմի դադարեցումը ավելի շատ մոտ է, ցավոք սրտի դժվար է, որովհետև այն քայլերը, որոնք իրականացնում է Ռուսաստանը եւ այն քայլերը, որոնք դիմում է Սպիտակ տունը, հույսեր չի նշեցում։ Մանավանդ որ Սպիտակ տունը էսկալացիայի գնում նաեւ ոչ միայն բացառացնելով օգնությունը Ուկրաինային, այլև պատերազմ, տնտեսական պատերազմ է հայտարարում իր դաշնակիցներին, Կանադային, Մեքսիկային, Եվրամիությանը։ Խարխելում համաշխարհային տնտեսությունը, համաշխարհային տնտեսությունը այնպես է միմյանց իրար շահկապված, որ վերստելու անջատել քայքայել, դրանից առաջին հերթին ավելի շատ դժվար է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Եվ դա եթե այդպես շարունակվի, դա ավելի շուտ իրենց մաշկի վրա կզգան հենց բուն Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիները։ Եվ այդ տնտեսական առումով, եւ նաեւ հայտարարում է, թե այն ժամանակից, երբ ինքը նախագահ չի եղել, Ամերիկա անօրինական 21 միլիոն անօրինական ներգաղթյալներ կան։ Այս թվերը չգիտեմ որտեղից են ավելցնում, ով է նրան մատակարարում, այն նույնիսկ թե այն, թե որ օրինակ ասենք Ուկրաինայի նախագահ Զելենսկու ռեյտինգը 4% է կազմում, այդ 4%-ով վերան ասեց, ամենայն դեպս նրա այդ ելույթից հետո բնականաբար նախագահները, երկրի ղեկավարների ռեյտինգը ընտրվելուց հետո միշտ էլ իջնում է, մանավանդ այնպիսի պայմաններում, երբ երկիրը պատերազմի մեջ է, բայց նրա այդպիսի հայտարարությունից հետո Զելենսկու վարկանիշը սկսեց ավելի աճել։ Նույնիսկ այն պայմաններում, երբ նրանց թվաց, թե Սպիտակ տան ընդունելություն կազմակերպեցին եւ կազմակերպած շոուն վրա տվեցին Զելենսկուրա, կարծելով թե նրան խեղճացնել են, էֆեկտը չտվեց, ավելի շատ հակառակ էֆեկտ տվեց, ասենք ռուսական պրոպագանդիստների համար, որոնք օրնիբուն, գիշեր, ցերեկ, առավոտի ծիրիկուն այդ մասին են խոսում, թե Զելենսկուն ստորացել են, եղբայր ոչ։ Մի խոսքով սա է իրավիճակը։ Եզրահանգում կարելի է անել հետևյալը, կամ կրկնում եմ, կամ Սպիտակ տանը կգիտակցեն, որ այսպես չի կարելի շարունակել, առաջին հերթին վնասում է բուն Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերին, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը բխում են համաշխարհային ժողովրդավարական շահերից, կամ ասեմ, նույնիսկ կրկնում եմ, եթե չգիտակցեն, ապա Սպիտակ տան այդ նման քաղաքականության հետևանքով կսկսեն արդեն զբաղվել բուն Ամերիկայի ներսում։ Իսկ ինչ վերաբերում է արևմուտքին,
բրեմենյան երաժիշտների, ինչպես ես վերնագրից մեջ նշեցի, որոնք ասենք նկատի ունեմ Եվրամիության խորհրդանշական պատկերը, ապա այն իրավիճակը, երբ նրանք Եվրոպան սովորեր եւ բրեմենյան երաժիշտները սովորեին բարեկեցիկ ապրելուն, հուսալով այն հովանոցին, վրա որ տարածվում է Միացյալ Նահանգները, հիմա կսկսեն ավելի մտածել իրենց ռազմաքաղաքական նոր կառույցներ ստեղծելու, ստրուկտուրաները զարգացնելու, ռազմական արդյունաբերությունը նոր ռեսերի վրա դնելու համար։ Անավանդ որ հիմա նույնիսկ Սպիտակ տնից էլի կարծիքներ են հնչում, որ չի բացառվում, որ Ամերիկան իր զորքերը դուրս բերի Գերմանիայից։ Այսպիսի բաներ։ Հիմա բայց այստեղ են ասել չկա չարիք առանց բարիք։ Փոխվում է, վերադասավորվում է միջազգային այդ հարաբերությունների աշխարհակարգը, բայց սա նաև առիթ է, որպեսզի Եվրոպան, ես ասում եմ, համախմբի եւ գործնական քայլերի գնա։ Անավանդ որ հիմա շատ ավելի վտանգավոր իրավիճակ է ստեղծվում, նույնիսկ ասենք վտանգավոր մեր տարածաշրջանի առումով, որովհետեւ Թրամփի նամակը ուղղակի Իրանին դա ավելի շատ վերջնագիր էր եւ Իրանի պատասխանել փաստորեն, ես ասած, մերժում էր։ Ոչ Ամերիկան նրա նամակում է Թրամփի գրած նամակում ուղղված Իրանի հոգևոր առաջնորդին, թե եկել է պահը այլևս որ Իրանը մտածի իր ապագայի մասին, մոտավորապես այսպիսի բաներ, որտեղ արդեն այլևս անհնար է շարունակել։ Ինչ սպառնալիք Իրանը կորի գրողի ծոց է։ Ոչ դիվանագիտական լեզվով, դիվանագիտական առումով տողատակում դա է նշանակում։ Այնպես որ այս էքսցենտրիկ բախտախնդրությունը, իդեպ, եթե նայեք, ասենք, մեկը մեկի չի բռնում, եթե Ռուսաստանի հետ են ուզում բարեկամանալ, Ռուսաստանի հետ են, մենք հայտարարում ենք, որ Ռուսաստանին սիրում են, որովհետև ռուսները ժամանակին օգնել են, որպեսզի որ Ամերիկան հաղթի գերմանական նացիզմին, եւ նույնիսկ կարծիքներ կան, որ ինքը մեծ ինքը ասելով Դերնակակուլը կմասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին, նվիրված Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին, այդ պայմաններում, երբ սպառնում է Իրանին, ինչպես է դա դիտարկվելու Մոսկվայում, որը որ Իրան հետ ստորագրել է ստրատեգիական պարտներության մոտավորապես այսպիսի մի պայմանագիր։ Վերջը խնդիրն այն է, որ Աստված տա, որ խելք տա, բանականություն տա Դերնակակուլին, ու նաև անմահկաշեին էլ հասկանա, որ այդպես չի կարելի շարժվել առաջ։ Այնպես որ այսօր այսքանը, բայց նախքան տեսություն ասելը մեկ անգամ եւս ուզում եմ խնդրել, որպեսզի բաժանորդագրվեք իմ Ամասյավանեսյան YouTube բարեկին, դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Ամասյավանեսյան YouTube բալիկ ավելի է տարածվում։ Այսօր այսքանը, տեսություն կհանդիպենք։